Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները հասել են մի կետի, որտեղ ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում: Եթե սկզբում թվում էր, թե ամեն մի գաղտնիք արդեն բացահայտված է, այժմ ամեն քայլափոխի հայտնվում են նոր լարումներ, անակնկալներ և վտանգավոր բախումներ: Սերիալը դարձել է առավել դրամատիկ, լարված և հուզական իր անսպասելի շրջադարձերով: Արդեն մի քանի սերիա է, ինչ կենտրոնական գծերից մեկն ընդգրկում է Սոսի և Հենդոյի հարաբերությունների սրացում: Նրանց վերջին վեճը հասնում է ծայրահեղ կետի: Հենդոն սուր խոսքեր է ասում Սոսին, մեղադրելով նրան ամեն ինչում, ինչ կատարվել է իրենց ընտանիքում: Սոսն էլ առաջին անգամ բարձրաձայն ասում է այն ամենը, ինչ տարիներ շարունակ լռել էր: Վիճաբանությունը վերածվում է աղմկոտ տեսարանի և հենց այդ պահին Հենդոյի սիրտը չի դիմանում: Սոսը հարվածում է նրան ու նա ուշագնաց հայտնվում է գետնին, ինչից հետո տեղափոխվում է բնականաբար հիվանդանոց: Այդ պահին սերիալի մթնոլորտը լիովին փոխվում է: Հեռուստադիտողը ոչ միայն ականատես էր զգացմունքային վեճի, այլ հայտնվում է լարվածության գագաթնակետին: Բայց իրական դրաման սկսվելու էր դրանից հետո: Մինչ բոլորը զբաղված են հիվանդանոցում, Միքայելն, ով արդեն կորցրել է ամեն բան, Անայի սերը, իր երեխաների վստահությունը, ընտանիքի հարգանքը, վերջնականապես որոշում է ամեն ինչին վերջ տալ: Իհարկե վերջին սերիաներում Հենրին, ով բոլորը մտածում էին, որ երես կթեքի հորից, ավելի է մտերմացել: Միքայելը համոզված է, որ իր բոլոր դժբախտությունների պատճառը հենց Սոսն է և նրա հոգեվիճակը գնալով վատթարանում է: Նա կորցնում է վերահսկողությունը սեփական գործողությունների նկատմամբ: Եվ հենց այդ պահին տեղի է ունենում անակնկալ շրջադարձ: Միքայելը որոշում է առևանգել Սոսին և նա ուղղակի հրամայում է, որ Սոսի տնից նրան բերման ենթարկեն: Եվ կարելի է ասել հենց իր սեփական անձնական տնից նրան առևանգում են: Միքայելն ուղղակի գազազած է և որոշում է խեղդել Սոսին ու վերջ տալ ամեն ինչին: Տեսարանը շատ լարված է: Հեռուստադիտողների կարծիքները բաժանվել են երկու մասի: Մի մասը կարծում են, որ Միքայելը սպանելու է Սոսին, մյուս մասը կարծում են, որ դա տեղի չի ունենա և սցենարը նման զարգացում չի կանխատեսել: Բայց արդյոք Միքայելը հետ կկանգնի իր մտադրությունից, թե գուցե ինչ-որ մեկը կհասցնի միջամտել: Հենց այդ պահին հավանաբար ինչ-որ մեկը կփորձի կանգնեցնել Միքայելին, քանի որ Սոսը պետք է անպայման տեսնի ու գտնի իր դստերը: Լարվածությունը հասնում է գագաթնակետին: Հեռուստադիտողները համոզված են, որ սա սերիալի ամենաուժեղ շրջադարձերից մեկն է: Սոցիալական ցանցերում մեկնաբանություններն ավելանում են ամեն ժամ: Սոսը չի մեռնի, նա դեռ պետք է տեսնի Անգելինային: Միքայելը վերջապես կպատժվի իր գործերի համար: Հենդոյի հիվանդանոց ընկնելը պատահական չէր: Սա ինչ-որ մեծ բանի սկիզբ է: Եվ իսկապես այս ամբողջ պատմության կենտրոնում կա ընդհանուր մի գիծ՝ ցավը, սխալները և չասված ճշմարտությունները: Յուրաքանչյուր կերպար պայքարում է իր խիղճը մաքրելու համար, իսկ յուրաքանչյուր սխալ քայլ բերում է նոր ողբերգություն: Սերիալն այս պահին նման է պայթելու պատրաստ հրաբխի: Յուրաքանչյուր հաջորդ դրվագ կարող է ամբողջովին փոխել պատմության ընթացքը: Եվ մի բան պարզ է՝ Դիանա Գրիգորյանը չի պատրաստվում դադարեցնել լարվածությունը: Նա դեռ բացելու է ամենամեծ գաղտնիքները: Հեռուստադիտողները սպասում են հաջորդ սերիային, որտեղ ամենայն հավանականությամբ պարզ կլինի կապրի, Սոսը կփրկվի, նա Միքայելի ձեռքից և վերջապես կիմանա Անգելինայի մասին: Մի բան հաստատ է՝ «Վերջին զանգը» շարունակում է ապացուցել, որ սա պարզապես սերիալ չէ, այլ մի ամբողջ հոգեբանական դրամա՝ լի սիրով, վրեժով, մեղքով և իհարկե մարդկային ցավով: Դե ինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ: Չմոռանաք միանալ մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը: Ինչ եք կարծում, Միքայելին կհաջողվի՞ հասնել իր նպատակին, թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կխանգարի: Չէ՞ որ Սոսն ու Անգելինան պետք է հանդիպեն: Սոսը հավանաբար իր տանը որոշել էր պատմել Անգելինային, որ իր երեխան կորել է Միքայելի թեթև ձեռքով: Եվ հենց այդ պահին Անգելինան կհասկանար ողջ ճշմարտությունը: Բայց սցենարը նման զարգացումներ չէր նախատեսել, այնպես որ նրան առևանգեցին և բնականաբար
նոր շրջադարձ է սպասվում հեռուստասերիալում «Ով կփրկի Սոսին», «Ով կպատժի Միքայելին» և արդյոք Միքայելը կպատժվի, ցույց կտա ժամանակը, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական սերիան դիտելու հնարավորությունը, քանի որ յուրաքանչյուր րոպե հնարավոր է նոր գաղտնիքների բացահայտումներ և իհարկե նոր ինտրիգներ։